առաջի օրը, երբ որ դասընթացը սկսվեց, նոյեմբերի 17-ն էր, հայ-հնդկական գերազանցության կենտրոնում ենք այդ դասընթացը անցկացնում, այլ շատ լավ գործընկերներն են։ Տենց բոլորը ներկայացան, իմ հերթը հասա, որ պետք է ներկայանամ, քանի որ կենտրոնը հայ-հնդկական է։ Հարցրեցին, ասեցին, դուք հնդիկ եք։ Ու ասում եմ, ես չէ, ինձ բոլոր ազգերի նմանեցրել էին, բայց ոչ հնդիկի, էլի։ Հիմա ինչ է ուզում ասել, այսինքն այդ ամիջական իրավիճակը, որը ներսում տիրում է, դա նաև օգնում է իրենց գիտելիքը ամրապնդելու, իրանք տնային աշխատանքներ են անում, անգամ տիկին Ջուլիետան այսօր ինձ պատմեց, որ առաջադրանքներ են ունենում, որպեսզի ամրապնդեն։ Ավելի լավ է ճանաչում քո հեռախոսը, հնարավորությունները Օրը կազմակերպելու համար բավականին հարմար է այդ գործիքակազմը, որը նշում եմ, նույն թեկուզ տեղեկատվություն ստանալու, նույն օգտվելու տրանսպորտից, առօրյա քո ծախսերը անելու եւ ընդհանրապես Հիմա մանրամասներին կանդրադառնալ։ Հա, այսինքն ինքը կյանքը լցնում է տարեցների կյանքը, որոնք որ 65+ են կամ կարող է եւ դեռ 65 չեն, բայց ամեն դեպքում տանն են գտնվում եւ իրենց կապ է ստեղծվում, այո, ընդհանուր աշխարհի հետ։ Քրիստինա, ուզում եմ թվային գրագիտություն, բառակապակցությունը հանրության համար բացենք։ Ինչ է նշանակում թվային գրագիտություն ու հետո արդեն գանք թե կոնկրետ ինչ են սովորում այս դասընթացի շրջանակում։ Թվային գրագիտությունը դա այն է, ինչը որ քեզ ստիպում է գրագետ օգտվել համացանցից, այսինքն տեղեկատվությունը ճիշտ աղբյուրներից քաղել, ստանալ եւ օգտագործել։ Գործիքակազմը, որը որ տալիս է համացանցը իր հետ, պետք է ընտրովի օգտագործվի։ Դու չես կարող ցանկացած գործիքակազմ դարձնել քոնը, որովհետև այդտեղ կան վտանգներ ապահովության, անխափան աշխատանքի եւ ընդհանրապես վտանգներից զերծ մնալու համար պետք է գրագետ լինես համացանցում ընդհանուր գոյատևելու։ Դա շատ լուրջ խնդիր է այսօրվա օրով, որտեղ գնալով ամեն ինչ շատ արագ զարգանում է եւ սերունդները, տարբեր սերունդներ, թե տարեցները, թե ավելի փոքր սերունդները, նրանք դժվարությունների են հանդիպում։ Երբ եղավ եւ ինչ է էությունը։ Էությունը կայանում է նրանում, որ մեր կյանքում ամեն ինչ անցել է համացանց։ Այսինքն ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպությունը թիրախավորում է այն անձանց խմբերին, ովքեր որ այդ անցումը մի փոքր ավելի հեշտ անցնեն, օգնում ենք իրենց այդ գործընթացում։ Կազմակերպում ենք դասընթացներ, workshop-եր, ընդհանուր հանդիպումներ, խոսում ենք իրենց այդ թեմաների եւ ընտրում ենք տարբեր թիրախային խմբեր։ Այս անգամ, ինչպես նշեցիք, տարեցների հետ ենք այդ դասընթացը անցկացնում եւ անցկացնում ենք մեր գործընկերների հետ, ինֆորմացիա ազատության կենտրոնի ֆինանսավորում է այս գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունը եւ ինչպես ասեցիք կապը փորձում ենք պահել ինչ որ միջոցառումների միջոցով, այսինքն նրանք պետք է տեղեկացված լինեն, պետք է հասկանան ինչ են անում, ապահով զգան։ Հավելվածով հետևում եք հիմա։ Հիմա այո, հավելվածով վճարում եք։ Այո։ Հրաշալի։ Քրիստինա, մեզ լսում են հիմա տարեցներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, որ ինքնավստահ կերպով ասելու են, դες ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ անում եմ։ Ուզում եմ, որ մեր թիրախում հենց իրենք լինեն, որ կարծում են, թե ամեն ինչ գիտեն, բայց իրականում շատ ռիսկերից նրանք էլ էլի ձեռք ազատված չեն, ոնց անենք, ոնց բերենք այդ, այսպես ասած, մի քիչ սկեպտիկ մարդկանց, ինչ եք տալու իրենց հենց սմարթֆոնների մասով, էլ ինչ էր, արհեստական բանականության գործիքները մեկ, մի քիչ ավելի մատչելի լեզվով ասենք։ Նայեք, YouTube-ից օգտվելու գործիքակազմ, այսինքն ինչ կարելի անել YouTube-ում, թե տեղադրելու, թե դրանից օգտվելու եւ անգամ մինչեւ մոնետիզացիա անելու մասին դասընթացում տվյալներ կան։ Արհեստական բանականություն տիկին Ջուլիետան արդեն նշեց։ Կիբերանվտանգության մասին երկու դաս է, այո, հատկացված, որտեղ որ նշվում է, թե ինչպես կարելի է զերծ մնալ վտանգավոր իրավիճակներից, այսինքն դու ինքդ չդառնաս զոհ եւ նաեւ երբ որ դու չես դառնում զոհ, դու քո կողքի մարդկանց ես նաեւ կրթում այդ հարցում։ Մի հատ Զավեշ Տալիբան հիշեցի, ուրեմն իսկ ինչ վերաբերում է այն հատվածը, որը որ դեռ պատրաստ չի, հա, ձեր ասած տնից դուրս գալու, հասնելու այդտեղ ինչ-որ բան սովորելու, որտեղ կարծում են, որ գիտեն, որտեղ դուք ասում եք YouTube-ից օգտվել, ասում ես օգտվում եմ YouTube-ից, ես TikTok-ից, այսինքն վիդեոներ են նայում, բայց արդյոք ֆիլտրված է այդ բովանդակությունը, արդյոք
օգտվում են հենց այն բովանդակությունից, որ իրենց է անհրաժեշտ։ Կարծում եմ չէ, հավանաբար այն ովքեր որ մտածում են, որ գիտեն, իրենց պետք է հենց իրենց իմացած գործիքներով այդ ինֆորմացիան տեղ հասցնել։ Օրինակ YouTube-յան դասընթաց կարելի է կազմակերպել, որ իրենց կտա շատ ավելի լայն գիտելիքի պաշար, քան իրենք գիտեն եւ իրենց թվում է, որ գիտեն, որտեվ իրականում այդ ամեն ինչը մենք ինքներս էլ ենք դժվարությամբ հասցնում։ Ամեն առավոտ կարող արթնանաս, տեսնես նոր ինչ-որ բան այի հայտ եկե եւ դու տեղյակ չես։ Այդ իսկ պատճառով ճիշտ աղբյուրներից օգտվելը իրենց պետք է տա, ջան համեցեք, ավարտականին, այսպես ասած, ավարտական երեկո ենք անելու։ Կրիստինա, գործընկերների մասին, այսինքն հիշատակվեցին անունները, սա առաջին անգամ էր այս ծրագիրը շարունակականություն ապահովելու եք, արդյոք մարդիկ, որ մեզ լսում են եւ հետաքրքրվեցին, վստահաբար կան, ձեզ դիմեն, ինչպես գտնեն, որ կարողանան օգտվել այս ծրագրից։ Ոչ, առաջի ծրագիրը չի, մենք մեկ անգամ եւս ենք արել, ունենք գործընկերներ, ովքեր որ զբաղվածության կենտրոններ ունեն տարեցների եւ խնամքի, այսինքն տարեցների խնամքի եւ առողջության կենտրոն ունեն եւ նաեւ մի քանի այդպիսի գործընկերներ ունենք, ում հրավիրում ենք, երբ որ դասընթացը կազմակերպում ենք, իրենց շահառուներին ուղարկում են դասընթացին, ինչպես նաեւ Տիկին Ջուլիետան այլ տեղից իմացել եւ միացել, այսինքն շարունակականությունը պահելու ենք, որովհետեւ ինքներս էլ ենք հասկացել, որ տարեցները իրոք ունեն դրա կարիքը, թե շփման առումով, թե ոնց որ community հասկացություն կա, չէ, իրենք ձևավորում են, տեսեք, արդեն իրենք գնում են ինչ որ տեղեր, բուսկնոեն անում, այսինքն այդ կապը ստեղծվում է եւ իրենց շատ ավելի լավ են զգում, երբ որ ինտեգրված են այն միջավայրին, որը որ նույն խնդիրները ունի եւ փորձում են միմյանց այդ խնդիրների լուծումը գտնել։ Կարծում եմ դրանից ավելի լավ բան դժվար է գործընթացը տալ իրենց։ Մենք այսօր նույնիսկ կարևորություն ձեր զբաղվածության, ձեր ժամանակի արդյունավետ լինելու կարևորությունը հասկանում են։ Եվ վերջին անգամ, վերջին հարցը ստակեցնենք, թե մարդիկ եթե հիմա հետաքրքրվեցին, ում կապվեն, որ կազմակերպությանը, ինչ եղանակով ՀԿ-ի հետ կարող են կապվել, թե ձեր միջոցով, թե մենք կարող ենք տվյալներ թողել, որ կհրապարակեք նաև ձեր կայքում եւ մեզ մոտ էլ ծրագրերը սոցիալական ցանցերում եւ մեր կայքում պարտադիր տեղադրված են լինում, որ մեկնարկում է կամ հավաքագրում ենք կամ գործընկերների միջոցով, այսինքն ցանկացած տարբերակով կարող են մեզ հետ կապ հաստատել։ Մնացածը մենք կկազմակերպենք, գրանցվել, հայտնվել ցանկացողների ցանկում եւ հաջորդ սկսելուց արդեն միանալ խմբին։ Միանշանակ, ինչպես նաեւ ձեր միջոցով, քանի որ դուք վարում եք YouTube-յան ալիք, դուք ինքներդ եք կարող դրա համար էլ խրախուսում եմ, որ նաև ձեր շահառուները, նաև ծրագրի մասնակիցները միանան, որպեսզի ոչ միայն այս ծրագրի մասին, բոլոր այն ծրագրերը, որ իրականացում է պետական հիմնարկները, պետական կառույցները, հասարակական սեկտորը, տարեցների համար իմանան սրա։ Պետական կառույցները սոցիալական մասն են փորձում ավելի շատ փակել, իսկ մեր դեպքում մենք հասկանում ենք, որ մասը որ բաց է, այդ հատվածն է փորձում ենք մեր օգնությունը ներկայացնել այդտեղ։ Որ ամբողջական լինի։ Շնորհակալ եմ, որ եկաք, որ այս ծառայության եւ նաեւ հաջողության պատմությունը այս ծառայության մասին պատմեցիք եւ հաջողության պատմությունը ներկայացրիք մեր եթերում։ Մենք շնորհակալ։ Շնորհակալություն ձեր գործի համար։ Շնորհակալ եմ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի radio.am կայքում, ինչպես նաև YouTube-ի ալիքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Էկոսնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook